Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Սահմանադրություն հոդված 29. Խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, փոքրամասնությանը, պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից արգելվում է։ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթը փաստացի ոտնահարվում է, եթե ընդունվի սույն նախագիծը։ Այսինքն, եթե բոլորը օրենքի առջև հավասար պետք է լինեն, այս դեպքում սոցիալական կարգավիճակից ելնելով արձանագրվում է անհավասարությունը, որովհետև այն մարդիկ, ովքեր սոցիալական ավելի բարձր դիրք ունեն հասարակության մեջ, կարող են չգնալ բանական, գնալ 1 ամսով, 4 ամսով ավելի ճշգրիտ կլինի նման ձևակերպումը, իսկ նրանք, ովքեր սոցիալական ավելի խոցելի խավին են պատկանում, նրանք պարզապես ստիպված են լինելու, այս դեպքում այդ բառը ճիշտ կլինի օգտագործել, գնալ բանակ։ Սահմանադրական այս դրույթի անհաղթահարելությունը ոնց պետք է արվի, եթե ձեր օրենքը ընդունվում է։ Օպերատորներ ուշադիր լսեք։ Ես 3 հարց ունեմ, կարծում եմ մեկ սենց հերթականությամբ գնամ։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան կարևոր հարցի համար։ Նշեմ, որ համանման կարծիքներ հնչեցրել են նաև տարբեր գործընկերներ, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանը, պետք է արձանագրենք եւ այս հարցը միշտ փակենք, չկա որևէ խտրականություն այս օրենքի ընդունմամբ եւ չի դրվում խտրականություն կապված գույքային դրության մասով։ Այսինքն օրենքը չի սահմանում, որ նրանք, ովքեր ունեն շատ փող, նրանք կարող են օգտվել օրենքից։ Օրենքը սահմանում է, որ ովքեր վճարեն այս գումարը, կարող են ծառայել այսքան ժամկետով։ Սա չի նշանակում գույքային որևէ խտրականություն։ Խտրականությունը հետեւյալը կլիներ, որ օրինակ սեռական չէ, խտրականություն, չնայած սեռական խտրականությունը մենք այսօր էլ ունենք մեր օրենսդրության մեջ, քանի որ Սահմանադրության 14-րդ հոդվածը հստակ ասում է, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ 28-29-րդ հոդվածները ասում են, որ բոլորը հավասար են օրենքի առաջ եւ խտրականություն կապված սեռից, տարիքից, մաշկի գույնից կամ կրոնական հայացքներից նաև գույքային դրությունից չի կարող դրվել։ Բայց մենք, երբ գնում ենք եւ նայում ենք պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը, տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պարտադիր զինվորական ծառայության ենթակային 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները եւ կանանց մասով բան չկա գրած, այստեղ նույնպես չկա խտրականություն, քանի որ կանայք այլ կերպ են մասնակցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության օրենքով սահմանված կարգով։ Եվ որևէ խտրականություն օրենքը չի սահմանում ոչ իգական սեռի քաղաքացիների, ոչ արական սեռի քաղաքացիների համար եւ ոչ էլ գույքային դրությամբ, քանի որ ինչպես արդեն նշեցի սկզբից, մեկ անգամ եւս կրկնեմ, օրենքը չի սահմանում, որ ովքեր ունեն այսինչ գույքային իրավիճակը միայն իրենք կարող են օգտվել օրենքից։ Օրենքը սահմանում է, որ բոլորը կարող են օգտվել օրենքից, ովքեր կվճարեն սահմանված վճարները։ Եվ նաեւ երբ նայում եք արդեն այս պայն գործող 27-ից 37 տարեկան քաղաքացիների մասին օրենքը, որը շատ հաջող կիրառվում է, տեսնում ենք, որ մեր քաղաքացիները օգտվում են եւ այս օրենքը չի վիճակվել սահմանադրական դատարանում եւ հակասահմանադրական որևէ տար բնականաբար չի կարող լինել։ Սա այս օրենքը այն մյուս օրենքի շարունակական տրամաբանությունն է։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մեր այն քաղաքացիները, ովքեր 26, 23, 25 տարեկան են եւ գտնվում են հետախուզման մեջ, նշենք, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների թիվը մի քանի հազար է, նրանք օգտվեն օրենքից եւ մեկ օր ավելի շուտ վերադառնան Հայաստանի Հանրապետություն իրենց ընտանիքներով եւ չսպասեն, որպեսզի լրանա նրանց 27 տարին, որպեսզի օգտվեն այս օրենքից, կամ չսպասեն, որ լրանա իրենց 37 տարին եւ վաղեմության հիմքով քրեական գործը կարճվի։ Նշեմ, որ 2500-ից ավել քրեական գործեր են կարճվել վաղեմություն ժամկետն անցած լինելու հիմքով, այսինքն մեր քաղաքացիները 2500-ից ավել վերջին տարիների չեն ծառայել, 37 տարի լրանալուց հետո ներկայացել են, չեն վճարել որևէ դրամ, չեն ծառայել ոչ մի օր եւ ազատվել են քրեական պատասխանատվությունից։ Մի փոքր տեղեկանք մեր ամնիստիա ընդունելուց հետո ինչքան մարդ օգտվեց։ 11000-ից օգտվել է 3000 մի քիչ ավելի, ոչ 1000 ավելի վատ։ Այսինքն մենք տվել ենք հնարավորություն, մեկը չեն եկել։ Հիմա փողը դրեցինք այդտեղ, բայց նախկինում էսի հնարավորություն էլ ա եղել։ 27 տարին լրացածը, եթե գար, գործը կարճվում էր, անմիջապես аэроպորտից իրան տանում են, մի քանի օր այդ գործը կարճվում էր եւ վերջ։ Հիմա փողը դրել ենք 100-ա, 60-ա, եկել են տվել են
Այդտեղ չի խնդիր։ Հիմա այս փողի թեման չդնենք օրինագծի որպես մեղ։ Հասկանանք այս օրինագիծը այդ համարության հետ խնդիր ունի թե չէ։ Խնդրեմ։ Շատ օրիգինալ պատասխան է տալիս պարոն Սարգսյանը։ Ես ասում եմ կոնկրետ մարդիկ են կարողանալու օգտվել այս նախագծից, հաշվի առնելով ունեն այդ հնարավորությունները թե չունեն։ Պարոն Սարգսյանն ասում է, բայց օրենքի նախագծում ամրագրված չի թե ովքեր կարող են օգտվել։ Բոլորներ կարող են օգտվել։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ամսական 100,000 են ստանում, այդ մարդիկ կարողանալ են օգտվել, պարոն Սարգսյան։ Մենք հողի վրա իրականության ունենք, թե որ օրենքի նախագծում գրված չի, որ կոնկրետ այս մարդը կարող է օգտվել, այն մարդը չի կարող օգտվել։ Չեն կարողանալու բոլորն օգտվել։ Եթե նույնիսկ ասում եք, որ բոլորը կարող են օգտվել, բոլորը չեն կարող օգտվել, մենք էլ հողային մոլորակում չենք ապրում, հասկանում եք, չէ՞, իրողություններն ինչպիսին է։ Եվ օբյեկտիվորեն դառնալու է սա հակասահմանադրական, որտեղ մարդկանց մի խումբը կարողանալու է ելնելով իր կարողություններից, իր գույքային դրությունից, սոցիալական կարգավիճակից, մյուս մասը ակնհայտորեն չի կարողանալու։ Մի մասն էլ ընկնելու է վարկերի տակ, տարբեր գրավներ դնելու, միջև վերջին գումարը ծախսելու է, փորձելու է իր երեխային այո ապահովագրել այնպես, ինչպես ավելի այսպես բարձր գույքային դրություն ունեցող մարդիկ կանեին։ Հիմա այս հարցով ես չլսեցի պատասխան, որովհետև եթե ձեր պատասխանն այն է, որ բոլորը կարող են օգտվել, բոլորը չեն կարող օգտվել, սա փաստ է։ Երկրորդը։ Հիմա ասում եք, դե գիտեք, ամեն դեպքում մարդիկ փողը տալիս են, ազատվում են, հենա կգա բյուջե։ Բայց այդտեղ ես դες հարց ունեմ։ 7 տարվա իշխանության գտնվող ուժը ինչու այդ խողովակները չի կարողանում համապատասխան ձևով փակել։ Կամ Այսինքն հիմա եթե սահմանում ենք 15 միլիոն եւ 24 միլիոն, մարդկանց մի խումբը, որոնք ունեն այդ գումարները, կտանեն այդպես կմուծեն, մի մասը, որ այդ գումարները չունի, բայց ավելի փոքր գումար կարող է գտնել, ամեն դեպքում կօգտվի այդ խողովակից, որտեղ այդ խողովակները դուք չեք փակել։ Այսինքն 15 միլիոնի փոխարեն պայմանական կգտնի 5 միլիոն կամ ցանկացած այլ թիվ, այդ խողովակներից նորից կօգտվի եւ այդ կեղծ կոռուպցիոն մեխանիզմներով կազատվի։ Այսինքն դուք այդ խողովակը չեք փակել ամեն դեպքում, թվեր եք ֆիքսել, այդ թվերով կօգտվեն, բայց կօգտվեն նաեւ այդ կոռուպցիոն մեխանիզմներով։ Այս հարցը ոնց եք կարգավորելու։ Եվ մի հատ։ Շնորհակալ եմ։ Տիկին Գերիգորյան, ես սկզբից նախագիծը սկզբից ներկայացնելուց 4 կետերի մասին, որ խոսում եի, դրանք խողովակները փակելու վերաբերյալ են։ Արդեն նշեցի, որ 2024 թվականի տարեսկզբից վարչապետի հանձնարարականով կատարված աշխատանքների արդյունքում ունեցել ենք 4.2% ավել զորակոչ։ Ես միայն մի հիվանդություն նշեմ, 404 որոշման 14-րդ հոդվածի B մասով 2022 թվականին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 1425 քաղաքացի, 2023 թվականին 1433 քաղաքացի, 2024 թվականին արդեն վարչապետի հանձնարարականներից հետո 158 քաղաքացի։ Միայն այս հիվանդության մասով ունեցել ենք կրճատված 1300 քիչ ազատվող։ Այո։ Ու այլ հիվանդություններ կան առաջի հոդվածով էլ օրինակ մտավոր հետամնացության մասով 2023 թվականին 500-ից ավել քաղաքացի ազատվել մտավոր հետամնացության կետով առաջի հոդվածով 2024 թվականին թիվը կրկնակի նվազել է դառնալով 220 Այսինքն խողովակները փակելու աշխատանքները բարեհաջող կատարվում են, բայց ինչպես նշեցի Տիկին Գրիգորյան, այս խողովակները փակելով մենք ունեցել ենք զորակոչից խուսափողների թվի կրկնակի աճ, այսինքն երկիրը լքողների, ինչի դեմը կառավարությունը չի կարող առնել, մենք չենք կարող երկիրը փակել եւ չթողել, որպեսզի մեր քաղաքացիները դուրս գան Հայաստանի Հանրապետությունից, ինչպես դա անում է օրինակ այլ երկիր, չնշեմ որ երկիրը։ Մենք որպեսզի չունենանք զանգվածային արտագաղթ, այսինքն մենք ֆիքսել ենք մի տվյալ, որ մեր քաղաքացիների կեսից ավելին չի գնում պարտադիր զինվորական ծառայության եւ պետք է լուծենք այս խնդիրը եւ առաջի հերթին բանակ գնացողների համար, որպեսզի չլինի խտրական վերաբերմունք, որպեսզի դասարանից միայն ամենախեղճը չգնա կամ այն ում ծնողը չի ուզում որևէ օրինակ անօրինական ճանապարհի դիմել, միայն ինքը չզորակոչվի պարտադիր զինվորական ծառայության։ Մենք պետք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը կարողանանք շատացնենք, որպեսզի այսօր մեր այն քաղաքացիները, ովքեր բարեխիղճ են եւ գնում են պարտադիր զինվորական ծառայության, հնարավորություն ունենան 6 ամիս շուտ տուն վերադառնալու եւ հնարավորություն ունենան մեծ գումար ստանալու տուն վերադառնալու ժամանակ։ Շատ լավ, վերջին հարցը Տիկին Գրիգորյան։ Ես ամեն դեպքում էլի պատասխանը ակնհայտորեն չեմ ստացել։ Ելույթով դուք բայց ելույթով դրանք անդրադառնամ իհարկե։ Եվ վերջին հարցը։ Փաստացի ինչ է առաջարկում։ Ասում են մարդիկ, ովքեր Սահմանադրությունը խախտելու, որտեղ բոլորը հավասար են սահմանադրության առջև, այսպես հավասար չեն դառնում, ամեն դեպքում մի մասից գումարը կվերցնենք, կգնանք այդ գումարով պայմանագրային զինծառայողների հետ պայմանագիր կնքենք, այսինքն տեղը այդպես կլրացվենք։ Պարոն Սարգսյան, կա ինչ-որ հաշվարկ, թե մարդկային ինչպիսի ռեսուրս մենք ունենք։
Արդյոք այսօր, երբ մենք ուզում ենք պայմանագրային զինծառայողներ ներգրավել մեր պաշտպանությունը ամրապնդելու համար, մենք այդ ռեսուրսը հիմա ունենք։ Եթե հիմա իմ կարծիքով, եթե հիմա բավարար չափով մարդկային ռեսուրսների խնդիր ունենք, արդյոք այն ժամանակ, երբ որ ազատվեն բանակից մարդիկ, դրան համարժեք մարդկային ռեսուրս կարողանալու ենք ներգրավել։ Փաստացի ստացվելու է մի իրավիճակ, որ հիմա էլ չենք կարողանում համապատասխան թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել։ Ստացվելու է մարդկանց ազատում ենք, որ փոխարենը նոր մարդ ներգրավեք, այդ մարդիկ չկան։ Այդ հաշվարկը կա, ինչքան մարդկային ռեսուրսի մասին է խոսքը։ Եվ այստեղ կարևոր մի կոմպոնենտ։ Ես ուզում եմ այստեղ արձանագրել, որ փաստացի խոսք չի գնում նաև պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացման մասին, որը գոնե մի քիչ ավելի գրավիչ կդարձներ։ Եթե օրինակ համեմատում ենք պարեկային ծառայողների հետ, ակնհայտ է, որ պարեկներն ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողները։ Շնորհակալ եմ։ Նախ նշեմ, որ պայմանագրային զինծառայողները ստանում են ատեստավորում չանցնելու դեպքում մոտակված մինչև 180,000 դրամ աշխատավարձ, երբ անցնում են ատեստավորում եւ ստանում են բավարար, ստանում են մոտ 300,000 դրամ աշխատավարձ, լավ գնահատականի դեպքում ստանում են մոտ 400,000 դրամ աշխատավարձ, գերազանց գնահատականի դեպքում մոտ 500,000 դրամ աշխատավարձ, ինչը շատ ավելին է, քան բարեկային ծառայողների աշխատավարձն է, ցանկանում որպեսզի տարեընթացությունների տեղի չլինի։ Որն է խնդիրը, որ մենք մեր պայմանագրային զինծառայողների ներգրավելուց, այսպես է, նրանք ստանում են ոչ ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողի աշխատավարձ, մինչև ատեստավորում անցնելը։ Պայմանականորեն, եթե իրանք անցնեն ծառայության 6 ամիս, այդ 6 ամիսը պետք է ստանան մինչև 180,000 դրամ աշխատավարձ, միայն ատեստավորում անցնելուց հետո նրանց աշխատավարձը կբարձրանա եւ հետաշվարձը կլինի։ Բազային աշխատավարձի մասով այս բանը չեմ ուզում թիվ նշեմ, մեկ այլ թիվ եմ ուզում նշեմ, որ մենք ունենք այսօր պայմանագրային զինվորական ծառայության տարիքի, այն է 18-ից 45 տարեկան, արական սեռի աշխատունակ 30,000-ից ավել քաղաքացիներ, ովքեր ստանում են ընտանեկան նպաստ։ Այսինքն 18-ից 45 տարեկան տղաներ կան, ովքեր աշխատունակ են եւ ստանում են նպաստ։ Մենք պետք է մեր այս սիրելի քաղաքացիներին հրավիրենք նաեւ պայմանագրային զինվորական ծառայության, ասելով դու մի ստացի ամսական 30,000 դրամ նպաստ, արի եւ անցի պայմանագրային զինվորական ծառայության ստանալով 10 անգամ ավել գումար։